Ես էլ էի միամիտ, ես ուղղակի ասում եի գրանտակեր, սրանք գրանտակեր չեն, դե գրանտակեր են, բայց այդ գրանտակերը գալիս են CIA-ից, հետախուզական գործակալությունից։ Նրանք աշխատում են, ինչպես դուք ասեցիք, եւ եկեղեցու դեմ, եւ կրթական հաստատությունների դեմ։ Նա պատմում է, թե ինչպես Ուկրաինայում դասագրքեր էին փոխում։ Նույն բանը, որը այս դավաճանների ռեժիմը անում է Հայաստանում, նույն ձեռագիրն է, նույն բանը, ինչպես ուկրաինացիներին սովորում են, լարում են ռուսների դեմ, որ դուք այդ դարերով իրար հետ ապրում են երկու ժողովուրդ, 90-ականներին չգիտես ինչու ոչ մի կռիվ չկար, հանգիստ ապրում են իրար հետ, ու Ուկրաինան էլ Կրիմի տերն էր։ Չէ, հանգիստ ապրում են։ Այնքան լարեցին, այնքան իրանց խելքը լվացին, որ հիմա տեսեք, 1.7 միլիոն մարդ է մահացել։ Տեսեք ինչի սա բերեց։ Նա ամեն ինչ բացատրում է այս աշխատանքը ոնց է գնում։ Անկամ պատմում է, թե երբ Զելենսկին ուզեցավ ինչ որ փողզիջման գնալ Ռուսաստանի հետ, այդ ՀԿ-ները, արտասահմանից փող ստացող ՀԿ-ները վերջնագիր ներկայացրեցին Զելենսկուն, ինքը պատմում է, մազերս բիզբիզ կանգնեց։ Ուրեմն ուկրաինացիները իրանց նախագահին վերջնագիր են ներկայացնում, որ դու հանգարց զիջումների չգնաս, դու հանգարց ինչ որ ռուսերենին որպես լեզու, պետական լեզու որևէ արտոնություններ չտաս, Ռուսաստանի հետ չբանակցես, ու այդ հրամանը գալիս է բանից, կենտրոնական գործակալություն